Ստեփանավանի խաղաղ ու մարդաշատ փողոցներից սկսված նրա ճանապարհը տարիների ընթացքում վերածվեց նպատակասլացության, ակտիվ կենսակերպի ու ստեղծագործ մտածողության գեղեցիկ մի պատմության։ Մասնագիտությամբ հաշվապահ լինելով դեռ ուսանողական տարիներից աչքի էր ընկնում կազմակերպչական իր ունակություններով, առաջնորդի իր տեսակով, հասարակական աշխատանքների ակտիվությամբ։ Ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը նրա կյանքում ձևավորել է պայքարելու, թիմային աշխատանքի, հաղթանակի ձգտման արժեքներ։ Այսօր նա հաջողակ գործարար է, մարդ, ով ոչ միայն ստեղծում ու զարգացնում է նոր գաղափարներ ու նոր հնարավորություններ, այլև օգնում մարդկանց բացահայտելու աշխարհը։ Սա պատմություն է մի մարդու մասին, ով կարողացել է համատեղել առաջնորդությունը, բիզնես մտածողությունը, մարդկային պարզությունն ու կրթության ու հայրենիքի նկատմամբ յուրահատուկ սերը։ Գևորգյան կոնցերնի հիմնադիր Վլադիմիր Գևորգյանին ենք բացահայտելու այսօր, առանց փողկապի։ Բնավորությամբ Վլադիմիրը շատ տենց հյուսիս հարավ կերպար է, ավելի տենց երիտասարդ տարիքում ինքը տենց շատ կարար պայտակ թե բռնկուն լիներ, թե ավելի հանգիստ լիներ, հա, ինքը տենց էներջայզեր կերպար է։ Նա չափազանց բարի է, չափազանց հասկացող է, չափազանց կարեկցող է բոլորին, եւ իր ընկերներին, եւ իր աշխատակիցներին։ Ամենակարևոր հատկանիշներից մեկը պարոն Գևորգյանի սկզբունքային լինելն է, որը եւ աշխատանքում եւ անձնական փոխհարաբերությունների մեջ բավականին օգնում է, ու բացի օգնելուց նաեւ սովորեցնում, ինչպիսին պետք է լինի գործարարը, ինչպիսին պետք է լինի ընկերը, ու ինչպիսին պետք է լինի ղեկավարը։ Երկրորդ կարևոր բանը հանդուրժողականությունն ու օգնելու պատրաստակամությունն է, որը նույնպես գործի մեջ ու առօրյա կյանքում մեզ բոլորիս շատ պետք է գալիս։ Այդ բաց սրտով լավ նպատակներ դնող, բարի նպատակներ դնող եւ նպատակներին հասնող։ Առաջինը ընկերական է, երկրորդը նվիրված է, ու նվիրված է ոչ միայն մարդկանց, ընկերներին, այլ նվիրված է գաղափարին եւ աշխատանքին։ Բարև ձեզ, պարոն Գևորգյան, եւ շնորհակալ եմ մեր ժամանակ հատկացնելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Գևորգյան, մանկության հուշերը տարիների ընթացքում չեն խամրում։ Դրանք դառնում են մեր հոգու մի մասնիկը, որտեղ մեր ամենավառ երազներն են՝ սերը, հավատը։ Շնորհակալություն մանկություն տեղափոխելու համար։ Ես ծնվել եմ Ստեփանավան քաղաքում, մինչև 3-րդ դասարան հաճախել եմ Ստեփանավանում, այնուհետև տեղափոխվել եմ Երևան։ Հուշերս շատ հետաքրքիր են, շատ բազմատեսակ, որովհետև ծնվել եմ մեծ ընտանիքում, այսինքն եւ հայրական կողմս եւ մայրական կողմս երկու կողմի համար եղել եմ առաջի թոռ եւ ինձ շատ են սիրել ու նաեւ ինչ որտեղ երբեմն նույնիսկ շատ երես են տվել, ինչպես ընդունված է ասել, բայց դրանով հանդերձ ես երևի ստացել եմ նաեւ շատ ճիշտ դաստիարակություն իմ ծնողների կողմից, որի համար շնորհակալ եմ եւ կյանքի յուրաքանչյուր էտապում ծնողների տված դաստիարակությունը իրենցն ասում են եւ ցույց են տալիս։ Իսկ եթե խոսենք հուշերի մասին, շատ լավն են իմ հուշերը, չնայած նրան, որ այդ ժամանակ, ինչպես ընդունված է ասել, մութ, ցուրտ, խավար տարիներ էին, բայց դրանով հանդերձ, ինչպես արդեն նշեցի, լինելով որպես առաջի թոռ, ինձ տրված է եղել ամեն ինչ։ Ինձ համար բոլորը փորձում էին անել ամեն ինչ, որպեսզի իմ երկու կողմերի պապիկներին դուր գա։ Իսկ քանի որ երկու կողմի
պապիկներս էլ եղել են հայտնի մարդիկ, ճանաչված մարդիկ, նրանց ընկերները, գործընկերները եւ ընդհանրապես մեր մյուս բարեկամները փորձում են ամեն ինչ անեն, որ Վլադիկը իրեն լավը զգա։ Դա երևի մինչև մեր շարունակվում է, որովհետեւ սիրում են մեզ, շատ են սիրում եւ այդ մեր սերը փոխադարձ է ու այդ սերը մենք ամեն րոպե զգում ենք նաև մեր բարեկամների կողմից։ Ստեփանավանում ապրած տարիները կարծում եմ բնավորության որոշակի գծեր ձևավորեցին ձեզ համար։ Շատ ճիշտ, առաջին մեղմություն, հա, երբ որ հարց են տալիս ինչպես կբնութագրեք Լորին Ստեփանավանը, ես ասում առաջինը դա մեղմ մարդիկ, մեղմ կլիման եւ մարդկային բարձր արժանինքները, որ իր հետքը թողել է։ Այսինքն Ստեփանավանցին առաջինը մարդկային է, բարի է, մեղմ է իր բնավորությամբ եւ միամիտ է, բայց ոչ պարզամիտ, շատ կարևոր բան, այո։ Իսկ միամիտ նշանակում մի միտք ունեցող, այո, մարդիկ բազմամիտ չեն եւ պարզամիտ էլ չեն, այլ շատ բարձր կրթություն ունեն։ Պետք է նշեմ, որ ամենակարևոր հանգամանքը եւս Ստեփանավանի բարբառը համարվում է գրակային մոտիկ ամենամոտիկ բարբառը։ Եվ մեզ մոտ բարբառով գրեթե չեն խոսում, ուղղակի խոսում են ավելի շատ երկարացնելով, ինչպես ընդունված է ասել, հա, լորեցիների մոտ, բայց մեզ մոտ շատ գրական են խոսում։ Իսկ դա էլ մեկնաբանվում է այնպես, որ ժամանակին, երբ որ օրինակ ասեն գնանք քաղաք, դա ի նկատի ունեցել գնանք Թիվլիս, իսկ Թիվլիս վերնատուն մեր գրողները, հասարակությունը այնտեղ է եղել եւ կապը շատ է եղել վերնատան հետ ու դրանով է նաեւ պայմանավորված, որ Ստեփանավանի բարբառը ամենամոտիկն է գրականին։ Եվ նաև բարձր գիտելիք ունեցող մարդիկ են այնտեղ, ինտելեկտի տեր մարդիկ են, որը նաև այո մեր վրա ենք զգում։ Պարոն Գևորգյան, Լորին նաև իր շատ գեղեցիկ հումորով է հայտնի։ Այ նաև լորեցիներին վերագրվող շատ գեղեցիկ անեկդոտներ կան։ Ենթադրում եմ նաև դուք եք դրանց տիրապետում եւ նաև ձեր ներկայությամբ կարելի է ինչ չէ պատմել։ Այո, իհարկե, լորեցիները եւ հիմնական անեկդոտները գալիս են միամիտ դրվագներից, այսինքն այդ պարզությունից, անմեղությունից եւ կան այո բազմաթիվ դրվագներ։ Մի իրական պատմություն, որը դարձել է նաեւ հումոր, 67-ական թվականներին Լորվա գյուղերից մեկում, ավելի Ստեփանավան գյուղերից մեկում տեղի ունենում գողություն։ Իսկ գողություն նշանակում է, որ պետք է ոստիկանությունը գա, ուսումնասիրություն անի, տեսնի ով է եւ այլն եւ երեկոյան ժամի ոստիկանները գալիս են այն ժամանակվա վիլիսով, ինչպես ընդունված է ասել, գալիս է գյուղամեջ, հավաքվում են բոլորը, դե գողությունն է տեղ ունեցել, այսինքն գյուղի ժողովուրդը հավաքվում է եւ ոստիկանները իրենց հետ բերած են լինում նաեւ մեկ շուն։ Եվ այս շանը իջեցնում են, որ արդեն սկսեն գործողությունը եւ այս հասարակության ամբողջի մեկից մեկը դուրս է գալիս եւ ասում. «Էս քոսոտն ինձ բռնի»։ Այսինքն սա նաև այդ միամտության մասն է խոսում։ Լորեցուն հատուկ հումորը միշտ կա ու միշտ կարմիր գծի պես գնում է շփումների մեջ։ Եթե հանկարծ տարատեսակի, տարաչափի որևէ խնդիր են ունենում կամ տողի, դա ամենամեծ խնդիրն է իրականում մեր աշխատանքային process-ի մեջ, հետևաբար հաճախ առնչվում ենք դրան։ Դպրոցական տարիներին երկրորդ-երրորդ դասան եք տեղափոխվեցիք Երևան։ Երրորդ դասան ավարտել եմ, 4-ից տեղափոխվել ենք Երևան, այո։ Տեղափոխվեցինք Երևան, ընդունվեցի 87 դպրոց, մենք Ավանում ենք ապրում եւ 87 դպրոց հաշախել եմ, ավարտել եմ, այնուհետեւ 10-րդ դասանը շարունակեցի եւս Ստեփանավանում, այդ ընթացքում նաեւ ընդունելության քննությունների համար էի պատրաստվում, բայց այո 6 տարի եւս հաճախել եմ Երևան 87 դպրոց, այստեղ էլ ունեմ շատ լավ ընկերներ, դպրոցական ընկերներ։ Մենք մի դասարանում ենք սովորել, տենց բազմաթիվ, տենց լավ հուշեր, հիշողություններ կան, սկսած, չգիտեմ, կռիվներ անելուց, սկսած քննություններին պատրաստվելուց։ Այստեղ էլ շատ լավ հուշեր կան, այստեղի հուշերը արդեն ավելի հասուն, ավելի հիշվող պատմություններ։ Մենք միասին նույն դասախոսների մոտ ենք, կրկնուսույցների մոտ ենք պարապում ու տենց զուգահեռաբար իրար օգնելով, իրար նյութեր փոխանցելով, մեկս մյուսին այսպես ասած ստուգելով գիտելիքները, որ հանկարծ այս սրան ուշադրություն դարձրա, նրան ուշադրություն դարձրա ու ոնց որ մեր ընկերությունը ցիկլային տենց կյանքի հետ շարունակվեց։ Չեմ մոռանա դպրոցական պատմություններից մեր վաղամերիկ տնօրենը դպրոցի պարոն Հայրապետյանը, վառ հիշատակ իրեն, ուրեմն մեզ պատժեց մի անգամ դպրոցում, մենք
դասարանի դուռը ջարդել էինք եւ ասաց շատ լավ, պարզվում է դուք շատ ուժեղ տղաներ եք, դե որ այդպես է ուրեմն ձեզ համար ես ունեմ փորձություն, այդ ժամանակ 9-րդ դասարան ենք, եթե չեմ սխալվում, ասաց ուրեմն հիմա դուրս եք գալիս բակ, մենք այդ ժամանակ 9-րդ դասարանում երևի 15 տղաներ ենք, իջացրեց բակ բոլորիս, մարտ ամիս, դեռ ձունը չէր հալչել, բոլորիս ասաց խնդրում եմ վերնաշապիկները հանեք եւ պետք է 40 րոպե դուք վազեք ու բոլորը տեսնեն ձեզ։ Այսինքն եւ ամոթանքը մեզ տվեց, եւ կոփեց, եւ 40 րոպե վերնաշապիկը հանած երևի +2-3 ջերմաստիճան էր ընդհանրապես ու մենք վազում էինք ու բոլոր մյուս մեր ընկերները մեզ նայում են թե մենք կիսատկլոր ինչպես ենք կիսամերկ, ինչպես ենք վազում ամբողջ 87 դպրոցի բակում եւ դա եղավ մեր դասը, որ պետք է խելոք պահել եւ եթե խելոք էլ չպահել, ապա պատրաստ եղեք այսպիսի փորձությունների։ Առհասարակ ինքը տենց բավականին ընդունակ երիտասարդ է Վլադիմիրը, սկսած դպրոցական տարիներից ինքը տենց դասանի առաջադեմներից էր, գերազանցիկներից։ Չնայած չարաճճիություններին դպրոցը գերազանցությամբ ավարտեց։ Այո, դպրոցը գերազանցությամբ եմ ավարտել, ընդունվեցինք ինստիտուտ, ինստիտուտն էլ բացարձակ գերազանցիկ եմ ավարտել, այսինքն համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, մագիստրատուրա, բակալավր, երկուսն էլ ավարտել եմ կարմիր դիպլոմով, ինչպես ընդունված է ասել, բացարձակ գերազանցիկ։ Ինքը միշտ պատրաստ էր բոլոր դասերին, ինքը միշտ պատրաստ էր դասատուների տված բոլոր հարցերին, անկախ նրանից այդ հարցը իրեն էր ուղղված թե չէ, ինքը միշտ առաջինը պատասխաներ։ Ընդունվել եմ Պետական կառավարման ակադեմիա, այնտեղ ավարտել եմ քաղաքագիտություն եւ իհարկե նաեւ որպես այսպես 4-րդ վկայականը դա գիտությունների տեխնացիան վկայականն է, աուդիտ մասնագիտությամբ եմ պաշտպանել, գիտությունների տեխնացիությունը այս բանին համարվում եմ տնտեսագիտության տեխնացիա։ Ֆինանսիստ, հաշվապահ, այնց հետաքրքիր է մասնագիտության ընտրությունը ինչով էր պայմանավորված։ Պապիկս եղել է մեր մարզի գլխավոր տնտեսագետը։ Շարունակեցիք պապիկի ուղին։ Պապիկի ուղին շարունակել եմ, այո։ Ինչու ընտրեցի տնտեսագիտություն, շատ անկեղծ լինեմ, ես աշխարհագրություն շատ եմ սիրում։ Եվ երբ որ եկավ ժամանակ, երբ որ պետք է ընտրություն 100 աշխարհագրությունով ուր կարելի ընդունվել, բնականաբար աշխարհագրական չի ընդունվի եւ այդ ժամանակ դեռ տնտեսագիտական համալսարան մնացել են 5 մասնագիտություններ, որոնք ընդունելության համար թույլ էին տալիս աշխարհագրություն մասնագիտությունը։ Դա մեկը հաշվապահությունն էր, մյուսը մարքեթինգն էր, վիճակագրությունն էր, դիմել էինք հաշվապահություն, մարքեթինգ, այն ժամանակ 5 հնարավորություն կար, հա։ Եվ հենց հաշվապահությունն էլ ընդունվեցի, հաշվապահական հաշվառում եւ աուդիտ, այդպես էր, հիմա է փոխվել, հիմա հաշվապահական հաշվառում առանձին մասնագիտություն, աուդիտ առանձին, այն ժամանակ երկու մասնագիտությունները մեկում էր, այնուհետև արդեն երկրորդ կուրսում դարձա նաև տվյալ ֆակուլտետի ուսուցողի նախագահ։ Ուսանողական տարիները բավական ակտիվ էին ձեզ համար։ Շատ ակտիվ են եղել, պետք է նշեմ, որ 2005 թվականից մինչև 2009, նույնիսկ 2011 թվականը չի եղել Հայաստանի Հանրապետությունում գետ 1 երիտասարդական ուսանողական միջոցառում, որ մենք մասնակցած չլինենք։ Դա իրականում ես մեծ ուրախությամբ եմ փաստում, որովհետև դա նաև հնարավորություն է տվել հետագա կյանքում ունենալ մեծ կապեր, ընկերություն եւ ինչու՞ չէ նաև կոփվել։ Ուրախների հնարամիտների ակումբը։ Այո, նաև որոշակի առումով ուրախների հնարամիտների ակումբում եմ հանդես եկել ոչ մեծ դերերով, բայց նաև խաղացել եմ ուրախների հնարամիտների ակումբում, հետագայում ես արդեն որպես այդպեսին դարձած խորհրդանագար եւ էլ չի զբաղվում որպես այդպես կառավարում էինք, ղեկավարում էինք, ամեն ինչ անում ենք որ կայանա եւ նաեւ մենք մասնակիցներ էինք սցենարային աշխատանքների եւ այլն եւ հիմա էլ իմ ուսանողներին ես խորհուրդ եմ տալի անպայման ուսանողական տարիները անցկացնել ինչքան հնարավոր է մաքսիմալ լավ, որովհետեւ այդ ուսանողական տարիներով կարելի է ավարտվում է քո այդ անհոգ տարիների շրջափուլը։ Այո, անցկացնել լավ եւ գրագետ ու ճիշտ, ինչը ամենակարևորը։ Այո, շատ կարևոր է։ Ես նույնիսկ իմ ուսանողներին ասում եմ, նույնիսկ փախեք դասերից մեկ-մեկ, դա էլ է պետք։ Բայց նաեւ սովորեք։ Երբ որ մենք փախնում ենք, հենց այնպես չենք փախնում, մենք հաստատ մի լավ բանի համար ենք փախնում, կամ ընկերներով գնում ենք ֆիլմ դիտելու, կամ ընկերներով գնում ենք ինչ-որ մի հետաքրքիր միջոցառման, կամ, չգիտեմ, նշում ենք մեր ընկերներից մեկի ծնունդը, ուղղակի չէին գնում տանը նստում, հա։ Այ ասացիք ծնունդ, ես հիշեցի, որ ընկերներից մեկի տանն մի անգամ ձեր ծնունդն եք նշել։ Այո, նշել ենք դա
2007 թվական երևի բազե երիտասարդական ճամբարից հետո Ձեր ծնողները այստեղ չէին։ այստեղ չէին, այո, ծնողները այստեղ չէին, ճիշտ է, այստեղ չէին իմ ծնողները, ես մենակ էի եւ վերադարձանք բազե ուսանական ճամբարից եւ այնպես ստացվեց, որ այդ օրը պետք է մնայի ընկերոջս տանը եւ ընկերոջս ծնողները ուղղակի անակնկալ արեցին, ոչ իման չէին ասել, նրանք պատրաստություն տեսան մեծ, շատ մեծ պատրաստություն հրավիրեցին մեր ընկերներին, հրավիրեցին իրենց բարեկամներին։ Մեր տենց բարեկամներից մի քանիսին հրավիրեցինք, ովքեր որ ճանաչում են Վլադիմիրին, տենց ավանդական հայկական խորովածով տենց սեղան էինք բացել, խաղի բոլոր կանոններով, հա, հյուրերով, ամեն ինչով։ Եվ իմ ծնունդը արեցինք Վայաստանը, վայեց բարեկամների, մեր ընկերների հետ միասին։ Հրաշք նվեր է։ Այնց հետաքրքիր է ովքեր կարող են լինել ձեր ընկերները։ Ես նկատեցի, որ ընկերները ձեր գալիս են եւ դպրոցից, եւ ուսանողական տարիներից։ Եվ այո, նաեւ հիմա էլ ես ունեմ ընկերներ, որոնք արդեն ձեռք են բերել ավելի հասուն տարիքում, գործընկերներ են եղել, ովքեր շատ մեծ ուրախությամբ դարձել են նաեւ ընկերներ, որովհետեւ գործընկերության եւ ընկերության մեջ էլ լուրջ տարբերություն կա։ Որպես ավագ ընկեր պատրաստ է օգնելու, պատրաստ է ձեռք մեկնելու ու կողքիդ գտնվելու ցանկացած բանի։ Սեղանի ընկեր դե շատ լավ իհարկե, եւ կենացները եւ ուրախանալը եւ շատ լավ ապարելը, հա, լավ էլ ապարում ենք իրար հետ։ Շատ ընկերասեր մարդ, հա։ Ես իրենից շատ բան եմ սովորել ու սովորելու կետերից մեկը հենց այդ է եղել։ Ընկերասիրություն եմ սովորել իրենից, նվիրվածություն եմ սովորել իրենից։ Ճանապարհ գնալու ընկերա, ցանկացած իրավիճակում նրան այտենց վստահելու ընկերա, ցանկացած շուտ խորհրդով կիսվելու, խորհուրդ հարցնելու ընկերա։ Որպես ճանապարհի ընկեր չափազանց ուրախ ու էներգետիկ է, երբեմն նաև զարմացնող էներգետիկ։ Այն փաստը, որ մենք դեռ շարունակում ենք մեր ընկերությունը անելը, դա նշանակում է, որ այդ ողջ ժամանակահատվածին մենք մեկս մյուսին օգնելով, փոխադարձաբար ձեռք մեկնելով, հա, կարողացել ենք հաղթարել այդ բոլոր բարդությունները։ Եթե ծանոթանում ես Վլադի հետ ու 5 րոպեից դու ընկերը չես, ուրեմն քո մեջ է խնդրեմը։ Ովքեր կարող են լինել ընկերներ, այն մարդիկ, ովքեր առաջինը շիտակ են, անկեղծ են, պարզ, մաքուր մարդիկ են։ Միշտ ինքը առանձնացել է իր մարդկային որակներով, որը որ փորձել է, որ անի այնպես, որ իր դիմացինի համար կոմֆորտ լինի։ Այդ իր ամբողջ իր մեջի այդ էներգիան եւ իր համառությունը իրան շատ տիպիկ է։ Բացի այդ լավ ընկեր, ոլորտի նվիրյալներից մեկը։ Բավականին հաղթանդամ կերպարի հետ ինքը տենց շատ միաժամանակ շատ բարի եւ միամիտ մարդ է։ Սրտաբաց բարի մարդ, լավ ընկեր, լավ մարդ։ Ամենակարևորը, որ ինձ թվում է բիզնեսմեններից շատերին պակասում է, երազողը։ Կարողանում է երազել, կարողանում է երազանքը վերածել իրականության ու նաև շատ կարևոր հանգամանք կարողանում է կիսվել այդ երազանքով։ Այդպիսի մարդկանցով է, որ նաև երկիրը կարողանում է պատշաճ ներկայանա որպես լեգենդար հյուրընկալությամբ, հյուրասիրությամբ օժտված մի ժողովրդի երկիր, մարդկային քաղաքակրթության ակունքներում կանգնած երկիր ու ընդհանրապես համայն մարդկության համար շատ մեծ ավանդ ունեցող ու շատ բան արած ժողովուրդ ու երկիր։ Պարոն Գևորգյան, կսխալվեմ, եթե մտածեմ, որ Լորիում ապրած տարիներն էր, որ նաև պատճառ դարձավ հետագայում պիտի զբաղվեիք տուրիզմով։ Ասեմ, տուրիզմով ոչ, բայց Dream Park-ի, եթե խոսենք Dream Park-ի հետ կապված, ապա այո։ Տուրիզմով ես զբաղվել եմ, որովհետև արդեն ուսանական տարիներին մենք շատ ենք կազմակերպում տարբեր ուսանական արշավներ, էքսկուրսիաներ, որը բերեց նրան, որ կարելի է զբաղվել տուրիզմով։ Եվ բացի այդ մի գաղտնիք էլ բացահայտեմ մեր հեռուստատիտողների համար, ինձ համար նպատակ էր, երազանք էր ունենալ ռեստորանային հյուրանոցային ցանց։ Իսկ ուղղակի ավարտելով բուհը, ունենալով շատ մեծ միջոցներ, դրան հասնելու
ամենակարճ ճանապարհը ես տեսա туриզմի մեջ։ Այն հուսով, որ սկսեմ туриզմից, իսկ туриզմում բիզնես անելու համար մեծ ներդրումներ պետք չեն, ու հիմա այսօր էլ այդքան տուրիստական ընկերություններ կան հենց դրա համար, որովհետև մարդիկ գնում են երկու հատ համակարգիչ ու փորձում են туриզմով զբաղվել, ինչպես ես։ Ես նույնիսկ չեմ գնա իմ պենսիոն 4 համակարգչով եմ սկսել բիզնեսը, այն ժամանակ 12 քառակուսի մետր էր մեր գրասենյակը եւ սկսել եմ բիզնեսով զբաղվել, ունենք մեկ աշխատակից, ես աշխատում եմ այդ ժամանակ պետական համակարգում, ստանում եմ աշխատավարձի ուղիղ կեսը վճարում էի տարածքի վարձ, այն կեսը վճարում էի աշխատավարձ եւ զանգում էի իմ ծնողին, ով այդ ժամանակ բիզնես էր անում արտասահմանում, ասում է դե փող ուղարկի, որ ես այդտեղ ապրեմ։ Ես բիզնեսով եմ զբաղվում։ Այնպես որ տարիներ հետաքրքիր էին, հետագայում արդեն մեկ-մեկ այս վերջերս էլի հոդված էր տպագրվում, վերնագիրը այդպես է գրվեց 12 քառակուսի մետրից մինչև երազանքների այգի։ Այնուհետև եթե խոսենք դրին պարկի մասին, այո, որոշեցի, որ անպայման այդ ներդրումը, որը պետք է արվի Ստեփանավանում, որպեսզի մենք կարողանանք տարածաշրջանում փոխել մշակույթ սպասարկման, կարողանանք փոխել որակ եւ կարողանանք մեր տեղացիների համար ստեղծել աշխատատեղեր։ Մենք ունենք բավականաչափ մեծ աշխատակիցների բազա եւ բոլորը գրեթե տեղացիներ են, այսինքն կամ Վանաձորից են, կամ Ստեփանավանի տարածաշրջանից են, որի համար ես շատ ուրախ եմ, որոնց համար մենք կարողացել ենք ստեղծել միջինից բարձր աշխատավարձով աշխատատեղեր։ Եվ ամենակարևորը, մենք կարողացանք ստեղծել մի կառույց, որը արդեն հայաստանյան զբոսաշրջային քարտեզում իր ուրույն տեղն ունի։ Այո։ Dream Park-ը եկավ նոր խոսք ասելու, նոր մշակույթ մտցնելու հայկական տուրիստական ոլորտում։ Այո, ես չեմ ուզում ինքնագովեստով զբաղվել այս պահին, բայց եթե խոսենք մեր զբոսաշրջիկների կարծիքների մասին, ապա 90-95%-ը միայն գոհ են վերադառնում եւ անպայման ետ վերադառնալու ակնկալիքով, որովհետեւ կարողացել ենք ստեղծել մարդկային բարձր արժանինքներով համեմված սպասարկում։ Այսինքն, եթե այլ հաստատություններում ասում են բարև ձեզ, օրինակ բարի գալուստ, մեզ մոտ շատ հետաքրքիր է հնչում, բարով եք եկել։ Մեզ մոտ ավելի ջերմ է, մեզ մոտ լոռեցի հյուրընկալություն է եւ դրան զուգահեռ նաեւ բարձր սպասարկում։ Ինչու՞ չէ, կարող եմ ասել, մեր ռեստորանը կարող եմ ասել Երևանում գտնվող ցանկացած բարձրակարգ ռեստորանի հետ, եւ իր ճաշացանկով, եւ իր սպասքով եւ բնականաբար իր ուտեստներով։ Այո։ Այնպես որ մենք կարողացել ենք համադրել լորվան բնորոշը ժամանակակցի հետ եւ ստեղծել ենք այդ միքսը, այդ համադրությունը, որն էլ բերել է մեր զբոսաշրջիկների բարձր գնահատականին։ Այստեղ նաեւ երեխաներն են հատուկ ուշադրության արժանանում։ Այո, մենք ունենք արդեն մանկական խաղահրապարակ, շուտով պատրաստ կլինի մեր մանկական խաղասենյակը դայակի հետ միասին, այսինքն մենք ունենալու ենք խաղասենյակ, երբ որ մեր ծնողները կարող են հանգիստը վայելել, իսկ մեր դայակը կզբաղվի իրենց բալիկներով եւ 1-2 ժամ մեր բալիկները կլինեն ուշադրության ներքո, իսկ իրենց ծնողները կարող են իրենց հանգիստը վայելել։ Այս պայն արդեն մենք ունենք մեծ խաղահրապարակ, շուտով նաեւ այո մեր մանուկների համար կունենանք խաղասենյակներ, որպեսզի կարողանան ել ավելի հանգիստ վայելել մեզ մոտ։ Գևորգյան կոնցերնի աշխատանքները միայն այսքանով չեն սահմանափակվում։ Այո, չեն սահմանափակվում, Գևորգյան կոնցերնը նաև զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ, Գևորգյան կոնցերնի ֆիլմի մեջ են մտնում նաև տուրիստական ընկերություններ, ներգնա, զբոսաշրջությամբ զբաղվող դա Visit Armenia ընկերությունն է, որը արդեն ապրիլի 1-ից նաև Ռուսաստանի Դաշնությունում ունի ներկայացություն, վստահ եմ, որ ներկայացությունը կբերի լուրջ զբոսաշրջային հոսքեր դեպի Հայաստան եւ իր խոսքը դեռ կասի հայկական զբոսաշրջության մեջ։ Մենք 2015 թվականից դրսում հանդես են գալիս Visit Armenia ապրանքային նշանի ներքո։ Lora Travel-ը, որը ամենաառաջին ընկերությունն է, զբաղվում է արտագնաց զբոսաշրջությամբ,
Եվ ունենք ընդամենը 1 ամիս առաջ մենք ստեղծեցինք B2B հարթակ, որը հայ զբոսաշրջության համար կարևոր հարթակ է, արտագնաց զբոսաշրջության համար, եւ արդեն ունենք բազմաթիվ գործընկերներ, ովքեր իրենց ամրագրումները իրականացնում են մեր հարթակի միջոցով։ Մենք նաեւ երկկողմանի զարգացման ենք գնում, աշխարհի հյուրանոցները վերցնում ենք եւ վաճառում մեր զբոսաշրջային ընկերություններին ավելի մատչելի գնով եւ մեր Հայաստանի հյուրանոցները մեր հարթակի միջոցով վաճառում ենք աշխարհի B2B համակարգերին։ Սա շատ կարևոր խոսք է, շատ եմ ուզում կարևոր եմ, որովհետեւ մինչ այս պահը եղել են տարբեր համակարգեր, բայց այն ծավալով, այն խորացվածությամբ եւ 24 ու 7 սպասարկումով սա միակն է Հայաստանում։ Պարոն Գևորգյան, ինձ հետաքրքիր է տարիներ առաջ, երբ 12 քառակուսի մետր տարածքում եւ 1 համակարգչով սկսեցիք ձեր աշխատանքային գործունեությունը, հենց այսպեսին էիք պատկերացնում այսօր։ Պատկերացնում էի, որ ապագան լավն է լինելու, բայց որ այսքան շատ ֆիրմաներ կլինեն, այդպես չէի պատկերացնում ու բիզնեսներ կան, որոնք զարգանում են մի ուղղությամբ, հա, այսինքն խորանում են տվյալ բիզնեսի մեջ, զարգացնում են ամբողջապես, որը ունի իր առավելությունները, այսինքն դու կարողանում ես կենտրոնանալ մի բիզնեսի մեջ, կարողանում ես այդ բիզնեսը ամբողջությամբ իմանալ, ուսումնասիրել եւ զարգացնել եւ հակառակը մեր բիզնեսները մեկը մյուսին ուղղակի փակում են, այսինքն մենք ունենք հանրային սնունդը մեր միջոցառումների կազմակերպման ժամանակ շատ է պետք գալի, միջոցառումների կազմակերպումը շատ դեպքերում օգնում է, երբ որ մենք ստանում ենք դրսից պատվերներ, այստեղ գալ սեմինարներ, կոնֆերանսներ անցկացնում, MICE tourism, հա, meeting incentive conference events, այստեղ մեր միջոցառումներով զբաղվող ընկերությունը փակում է այդ շղթան։ Եթե տուրիստներ կան, որոնք ուզում են որ գնան մարզում հյուրանոց ռեստորան, մենք ուղեկցում ենք մեր ռեստորան, այսինքն այս ամբողջ շղթան մենք կարողացանք փակել, որի համար շնորհակալ եմ Աստծուն առաջինը։ Սխալվեմ, եթե ասեմ, որ դժվարությունների պակասել ճանապարհին չունեցաք։ Շատ ճիշտ եք ասում, դժվարությունները շատ ուրույն տեղ են ունեցել եւ երևի դա է նպաստել, որ մենք կարողանանք առաջ գնալ։ Ես եւս մեկ գաղտնիք բացեմ, քանի որ այսօր նաեւ անկեղծ մթնոլորտ եմ 2016 թվական այնպես ստացվեց, որ մենք երիտասարդ բիզնեսմեններ էինք ավելի եւ նաեւ անփորձ, ասում եմ երիտասարդ եւ անփորձ, չէ՞, ինչպես ընդունված է ասել, եւ ստացվեց այնպես, որ որոշակի ոչ ճիշտ ֆինանսական կառավարման արդյունքում, ոչ իմ մեղքով, բայց վերջնարդյունքում իմ մեղքով, որովհետեւ ես եմ ղեկավարը, ունեցանք ֆինանսական լուրջ խնդիրներ, պարտավորություններ եւ 16 թվականի դեկտեմբեր ամսին մեր հաշվապահ մեզ բարի լուրով մոտիկանում է եւ ասում է, այ այսքան միլիոն պարտք ունեք։ Ու այդտեղ մի սառը ցնցուղ հասկացանք, որ սա այդ փորձությունն է, որը պետք է գար, որը մեզ տվեց շատ մեծ հետագայում առավելություններ։ Ամենակարևորը, բոլոր այն մարդիկ, ովքեր այդ պայն մեր կողքն էին, շատ արագ ուղակի գնացին իրենց ճանապարհներ, որի համար ուրախ եմ։ Դա այդ լակմուսն էր, այդ այն ֆիլտրներ, որի միջոցով մենք անցանք։ Եվ 1-2 տարվա ընթացքում ուղղակի մեր բոլոր գործընկերների հետ մենք մեր բոլոր ֆինանսական պարտավորությունները ուղղակի փակեցինք։ Եվ շնորհակալ եմ նաև մեր գործընկերներին, ովքեր ըմբռնումով մտիկացան, հասկացան, որ չկա բիզնես, որ չունենա խնդիրներ, եւ մենք շիտակ ուղիղ ասացինք, որ ունենք խնդիր, մենք խոստանում ենք 1 տարվա ընթացքում, մաքսիմում 2 տարվա ընթացքում մեր բոլոր ֆինանսական հարցերը փակենք։ Եվ 1 տարվա ընթացքում մենք փակեցինք մեր բոլոր գործընկերների կրեդիտորական պարտքերը եւ 1 տարվա ընթացքում մեր մյուս ֆինանսական պարտավորությունները արդեն ֆինանսական կազմակերպությունների, բայց մեր թիկունքում թողեցինք մեզ նյարդեր, 24/7 աշխատանք եւ չքնած գիշերներ։ Եվ փորձ։ Եվ ամենակարևորը, որի մասին ուզում եմ ասեմ, հսկայական փորձ, որը մեզ տարավ առաջ եւ այդ փորձի արդյունքում նաեւ մենք ունենք այն ինչ որ այսօր ունենք։
Աշխատանքում եւ աշխատանքից դուրս Վլադիմիր Գևորգյանը շատ տարբեր է։ Տարբեր է, բայց ոչ շատ։ Տարբեր է, որովհետև հասկանալի աշխատանքի ժամանակ նաև պետք է որոշակի կանոններ պահել աշխատանքային։ Իրեն պիտի ճանաչես առանց փողկապի։ Եթե շփվես առանց փողկապի, կգտնես այն Վլադին, որի հետ հետագայում որ շարունակես աշխատել, կզգաս, որ ոչինչ չի փոխվում իր կյանքում, ինքը նույն Վլադն է, փողկապով ու առանց փողկապի։ Աշխատանքից դուրս փորձում եմ ինչքան հնարավոր է ավելի թեթև այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ մարդիկ իմ շրջապատող մարդիկ հանգիստ լինեն եւ իրենց լավ զգան։ Շատ խիստ լինեք։ Պարոն Գևորգյան, իսկ ինչ է կարծում, ինչ թերություն ունեք։ Երևի շատ են վստահում մարդկանց։ Եվ լորեցու միամտությունը շատ դեպքերում իրենն անում է։ Ու այդ վստահության արդյունքում շատ դեպքերում տուժվում է։ Գլխավոր թերությունը երևի, եթե դա թերություն կարելի է համարել, շատ բարի լինելն է երևի, չգիտեմ։ Պարոն Գևորգյանի ամենամեծ թերություններից մեկը այդ առատաձեռնությունն է։ Թերությունը ինձ թվում է, որ իր մոտ հենց այդ շատ ընկերասիրությունն է ու շատ բաց լինելն է, որը տեղ-տեղ ես իրեն եմ ասում, որ տեղ-տեղ քեզ խանգարում է։ Վերջին ժամանակահատվածում միգուցե երկուսով թերանում ենք ավելի շատ իր ժամանակ հատկացնել։ Թերությունը երևի չափազանց շատ աշխատելն է։ Հավասարապես բոլորիս հետ միաժամանակ նույն գործի համար բարկանալն ու այդ գործի համար լուծում գտնելը։ Մարդիկ կան, ովքեր օգտվում են բարությունից եւ հենց դա է, որ երբեմն թերություն է հանդիսանում։ Եթե մարդ քո թերություններով հանդերձ շարունակում է դեռ քեզ սիրել, նշանակում է նա իսկական ընկեր է։ Ֆուտբոլից չխոսեցինք։ Ֆուտբոլից, այո, ես ֆուտբոլ շատ եմ սիրում, ֆուտբոլ նաև խաղում էի, մինչև այն չարաբաստիկ վնասվածքը քարար գլուխ մկանի, որ ստացա էլի ֆուտբոլի ընթացքում եւ դրանից հետո ինձ ուղղակի ասացին, որ հակասված եմ, հատկապես արդեն այս տարիների ընթացքում մի փոքր նաև քաշ ես հավաքում տարիների ընթացքում եւ այս պայծրությամբ ֆուտբոլ միայն դիտում եմ, բայց շատ եմ սիրում նաև խաղալ եւ ընկերներով ունեինք օրեր, շաբաթվա մեջ, երբ որ խաղում էինք ու այդ ֆուտբոլային օրերը մեզ համար տոն էր եւ սպասում ենք թե պետք է գա ֆուտբոլ խաղալու օրը, դա ամեն 5 շաբթի էր, եթե չեմ սխալվում։ Ֆուտբոլել ենք խաղացել եւ խաղում։ Ֆուտբոլի առումով ես առանձնապես չեմ փայլում, բայց այ Վլադիմիր մոտ շատ լավ է դա ստացվում։ Ֆուտբոլ, դե ամենալավը ես։ Դասարանի ուժեղ խաղացողներից էր համարվում։ Կարևորը այդ հավեսն է, այդ երանդն է, այդ ցանկությունն է եւ խաղում է։ Բայց ինձ լավ չէ էլի։ Ամեն չորեքշաբթի ես Վլադիմիրը դասը ավարտելուց հետո տենց շնչակտուր մեր դպրոցից 3 կամ 4 կանգար տենց ոտքով բարձրանում էինք դեպի Մասիվ, տենց իսկ Մասիվ գնացող ճանապարհը Ավանես բավականին տենց լեռնի վեր ես բարձրանում, այսպես ասած, մենք բարձրանում ենք, որպեսզի հասնենք թերթի կրպակից այդ թերթը առնենք։ Պարոն Գևորգյան, աշխատանքը, որը դուք անում եք, այստեղ իսկ կարևոր է նաև թիմի դերն ու նշանակությունը։ Ոչ թե կարևոր, այլ շատ կարևոր։ Այո, այն հեշտությամբ եք ընտրում, ինչպես են ընտրվում մարդիկ, ովքեր պիտի ձեզ հետ ճանապարհ անցնեն։ Ընդհանրապես հաջողության, բիզնեսում հաջողության համար կան մի քանի պայմաններ։ Դրանից ամենակարևորը թիմն է եւ երկրորդը կապերը։ Յուրաքանչյուր հաջողակ բիզնեսմենի ետևում, ինչպես ասում են, կանգնած է ավելի ուժեղ կին եւ պետք է ասել, կանգնած է ավելի ուժեղ թիմ։ Եթե դու ուզում ես առաջ գնալ, պետք է ընտրես լավ թիմ։ Ու մենք անում ենք միջոցառումներ, մեծամասշտաբ միջոցառումներ, ու ես կարողանում եմ ինձ թույլ տալ այդ ժամանակ լինել Հայաստանից դուրս։ Պարոն Գևորգյան, իսկ ինչ է կարծում, հեշտ է ձեզ հետ աշխատել։ Եվ հեշտ է եւ բարդ։ Ես շատ պահանջկոտ եմ, դա գիտեն իմ աշխատակիցները, բայց այդ պահանջկոտ եւ խիստ լինելը բերում է նրան, որ նրանք էլ են փոխվում եւ ունենք աշխատակիցներ, ովքեր ուրախությամբ նշում են, որ 1 տարվա ընթացքում իրենք 180 փոխվել են, որովհետեւ ես ուղղակի չեմ կարող մի բան նկատել եւ չասել։ Ես պահանջկոտ եմ առաջին իմ անձի հանդեպ եւ պահանջկոտ եմ նաեւ մեր աշխատակիցների հանդեպ, որովհետեւ աշխատակիցը իր գործը պետք է անի լավ։ Եթե չի կարողանում իր գործը անել, ուրեմն թող լինենք լավ ընկերներ, բայց ոչ գործընկերներ։ Ու դա կապ չունի, դա Dream Park-ում կլինի, Երևանում կլինի, ինձ համար աշխատակիցը պետք է տրամաբանված մոտենա իր գործին, պետք է կարողանա իր արածի համար պատասխան
տա եւ կարողանա նաեւ ինչու՞ չէ ստեղծագործել։ Շատ հեշտ, որովհետեւ շատ արագ ժեստերով կամ այն որ ասում եմ կես բառից հասկանում ես այդպես։ Հեշտը այն բառը չի, որ կարելի է բնութագրել իր հետ աշխատելու համար։ Աշխատանքային միջավայրում կա շատ հստակ սուբորդինացիա, որը ցանկացած հարաբերությունների դեպքում թե ընկերական, թե բարեկամական պիտի պահպանվի։ Ինչ համար թերևս պարոն Գևորգյանը ընկերը տոնոր ղեկավար ու անձնային փոխհարաբերություններում եւ աշխատանքի մեջ ես այդ տարբերությունը ուղիղ մի տարի է չեմ զգում։ Շատ ուրախ եմ, որ ունեմ այս տեսակ գործընկեր, որից արդեն ձևավորված ընկեր, որից որ կարող եմ շատ բան սովորել։ Անկախ նրանից մարդիկ 1 տարի են այստեղ աշխատում, 2 տարի թե նոր են ընդունվել, իրենց միանգամից այդ ջերմ վերաբերմունքը ցույց է տրվում ու փառք Աստծո հիմնականում դա փոխադարձ է լինում։ Իսկ երբ է բարկանում Վլադիմիր Գևորգյանը։ Ինչից կարող եք բարկանալ։ Երբ որ նույն բանի մասին ասում եմ 2 կամ 3 անգամ։ Մեկ անգամ նորմալ է, երկրորդ անգամ ներելի է, երրորդ անգամ բարկանում։ Պարոն Գևորգյան, Ստեփանավանից դուրս գալուց հետո տարիներ անց պիտի վերադառնայիք հայրենիք։ Համալսարան ավարտելուց հետո տարիներ անց պիտի վերադառնայիք համալսարան։ Այստեղ գործ ունեք, անելիք ունեք, վերադարձնելու բան ունեք։ Վերադարձա 2 տեղն էլ, Ստեփանավանում ստեղծեցինք Dream Park-ը 2023 թվականի հուլիսի 10-ին, ինչպես հետագայում նկարներով ենք ֆիքսել այդ օրը, ստեղծեցինք առաջի աշխատանքները Dream Park-ում, Dendro Park-ի հարևանությամբ, եւ 2024 թվականի հոկտեմբերի 10-ին ուղիղ 15 ամիս հետո Dream Park-ը բացվեց։ Dream Park-ը բացվեց, հետագայում որոշակի աշխատանքներ եւս տարանք եւ 25 թվականի մայիսին online-եցինք, ստեղծեցինք հավելյալ գիշերակացի տեղեր, քոթեջներ, ստուդիո տնակներ եւ այժմ էլ շարունակում է որոշակի աշխատանքներ, բայց կարող ենք ասել 90%-ով, 85%-ով ինչ պլանավորել ենք արդեն ավարտին ենք հասցրել եւ վերադարձանք Dream Park ստեղծելով, այո, ստեղծելով նոր աշխատանքներ, ստեղծելով մի վայր, որը փոխեց մշակույթ, սպասարկման եւ ստեղծելով մի վայր, որը զբոսաշրջիկ է բերում լորի։ Դրանով կարող ենք ասել, որ վերադարձը հաջողված էր։ Վերադարձա բու, որպես արդեն դասախոս։ Ես դասավանդում եմ 3 բուհերում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, լեզվաբանական համալսարանում Բրյուսովի անվան եւ Կառավարման ակադեմիայում։ Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1-2 տարին արդեն չեմ կարողանում դասավանդել ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով, բայց հուսով եմ մի քանի տարի հետո ես եւս կվերադառնամ արդեն ավելի մեծ փորձ իմ ուսանողներին տալու համար։ Բայց համալսարանը միայն կրթություն չտվեց ձեզ համալսարանում, նաեւ ձեր ընտանիքը կազմեցիք։ Այո, ճիշտ եք 2015 թվական ես արդեն ասպիրանտուրան ավարտել էի, պաշտպանել էի եւ դասավանդում էի։ Ավելի 2014 թվականի սեպտեմբերից եւ մարքեթինգ մասնագիտությունում ես դասավանդում եմ աուդիտ եւ այդտեղ հանդիպեցի ապագա կնոջը եւ ինչպես շատ դեպքերում լինում է դասախոսը ընտրեց ուսանողուն եւ այո իմ կինը եղել է իմ ուսանողուհին Նադյան եւ արդեն 15 թվականին երբ որ պետք է նշանակեի Ստուգարք նշանակելուց հաջորդ օրը ես այցելեցի նրանց տուն։ Մինչև այդ պահում էի բոլոր դասախոսական բոլոր կանոնները եւ էթիկայի բոլոր կանոնները։ Երբ որ արդեն Ստուգարքը նշանակեցի եւ այդ ընթացքում նաեւ նրա ծննդյան օրն էր, ծննդյան օրը բնականաբար նվեր ուղարկեցի իրենց տուն եւ հաջորդ օրը որպես արդեն հասուն մարդ երկար բարակ այս ու այն կողմ չգնալու արդյունքում գնացի եւ Նադիայի հայրիկի հետ խոսեցի արդեն որպես հասուն մարդ եւ դրանից հետո ստացվեց այն ինչ որ ստացվեց արդեն 17 թվականին մենք ամուսնացանք
բալիկներ ունեք։ Երկու բալիկներ ունեմ, այո, աղջիկ տղա։ Աղջիկս իր տատիկի ծննդյան նվերն է եղել։ Ծնվել է նրա ծննդյան օրը եւ բնականաբար իմ մայրիկի անունն էլ նա կրում է։ Իսկ տղաս Գևորգ Գևորգյան ծնվեց 21 թվականի սեպտեմբերի 21-ին, այսինքն նաև անկախության օրը ծնվեց եւ ինչպես Գևորգյան Գևորգը 21-ը զորինը 21-ին։ Ժամանակ ընտանիքին ստացվում է հատկացնել, դժգոհում են, թե աշխատանքային գրաֆիկը թույլ է տալիս նաև ընտանիքի հետ համատեղել հանգիստ։ Այ դա ամենաբարդ խնդիրն է եւ շատ դեպքերում ես վերջերս ինձ հարց եմ տալիս որն է ճիշտ, որովհետեւ հասկանում եմ, որ արդեն բալիկների համար շատ քիչ ժամանակ է մնում, իսկ մենք մեծանում ենք, բալիկներն են մեծանում եւ այդ արդեն իրենց մանկական տարիները անցնում են, բացը մնում է, բայց ես փորձում գոնե շաբաթ կամ կիրակի օրերին նրանց հետ անցկացնել, որ կարողանամ գոնե այդ 1 կամ 2 օրը իմ հայրական պարտականությունները կատարեմ, բայց ես էլ վստահ եմ, որ նրանց համար ստեղծում ենք լավ ապագա, լավ ճանապարհ ենք հարթում, չնայած նրանք պետք է ստանան գիտելիք անպայման, առաջինը դա կրթությունը եւ դաստիարակությունը։ Շատ եմ կարեւորում, ինչպես խոսքի սկզբում ասացի, ինչպես իմ ծնողներն են ինձ դաստիարակել, որը ամեն քայլափոխի իր հետն է թողում մեզ վրա, այնպես էլ մենք պետք է փորձենք մեր բալիկներին ճիշտ դաստիարակել եւ ճիշտ կրթության տալ։ Պարոն Գևորգյան, ձեր հաջողության ճանապարհին, հա, ամենամեծ դերը ում կամ ինչին եք վերագրում։ Առաջին Աստծուն։ Ես շատ աստվածավար եւ աստվածապաշտ մարդ եմ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար ինձ տրված է Աստծուն առաջինը, բայց բնականաբար իմ ծնողներին, ընտանիքին, ընկերներին, որովհետեւ այո, իմ ընկերները շատ դեպքերում ունեն իրենց կարևոր ներդրումը իմ հաջողության մեջ։ Սա է լավ առիթ է, որ շնորհակալություն հայտնեմ եւ կյանքում մարդ միշտ պետք է լինի շնորհակալ։ Շնորհակալ, որ օրը բացվել է, շնորհակալ, որ օրը շարունակվում է եւ շնորհակալ, որ ապագան մերն է լինելը։